Ժողովուրդ օրաթերթը գրում է. ազգային անվտանգության ծառայության ծառայողից մինչև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, այսպիսին է Տիգրան Պետրոսյանի կենսագրությունը։ Նա գործող իշխանության այն առաջամարտիկներից է, ով ստանձնեց Տաշիր պիցցա ընկերության մասնաճյուղերի տուգանման և գործունեության կասեցման գործընթացը, հարյուրավոր մարդկանց թողնելով անգործ։ Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ձեռք բերած ունեցվածքի հայտարարագիր էր ներկայացրել, համաձայն որի պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անչափահաս անդամներ և խնամակալության տակ գտնվող անձինք միասին հայտարարել են 7 գույք և 3 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 ավտոկայանատեղի, 2 հողամաս, 1 անավարտ շինարարություն։ Որպես տրանսպորտային միջոց հայտարարագրվել են Ford և Mercedes-Benz Մակնիշի մեքենաներ, համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին ձեռք բերված։ Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 29 միլիոն դրամ, կանխիկ դրամական միջոցները $155,000, 17,000 եվրո, 118 միլիոն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3,904,000 դրամ, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, որից 3,750,000 դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմի սպասարկում պողակի տնօրենի պաշտոնում եղած ժամանակ է ստացել, 154,000 դրամը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած ժամանակ։ Նա տարեկան հայտարարագրում որևէ գույք չի հայտարարել արդեն այս տարվա, սակայն տրանսպորտային միջոցների առուծախի մեջ եղել, տվյալ տարվա սկզբում հայտարարել է տրանսպորտային 3 միջոց՝ Mercedes-Benz, Ford, Բեռնատար և Volvo։ Հայտարարատու տարում Mercedes-Benz Մակնիշի մեքենան Պետրոսյանը վաճառել է 35 միլիոն դրամով և ձեռք բերել նույն Մակնիշի 39 միլիոն դրամ արժողությամբ մեքենա։ Մենք պարբերաբար նաև օգտվելով մամուլի հրապարակումներից ձեզ ենք ներկայացնում ՔՊԱ-ականների ունեցվածք և դուք տեսնում եք ինչպեսի ահռելի ունեցվածք են մարդիկ հասցրել կուտակել։